բադիվ և անսահման կողմնակություն վերարակեմ այլ երկինք արտպարսյալ Աստուծո, որ խաղաղությամբ հովանավորեց, առաջնորդեց և հասցուց երկրակունքի այս ցամաքամասին, նաև իմ խորին շնորհակալություններս և երախտաբարությունս կհայտնեմ թեմիս բարեջան առաջնորդ գերաշնորհ Տեր-Քեղամ Սրբազան արքեպիսկոպոսին իր հայրական սիրով զիս հրավիրեց մաս կազմելու թեմի քահանայական դասուն և արժանի դարձուց իր այդ հրավերովը այսօր գաղտնիր այս սուրբ խորանին և մատուցել այս սուրբ պատարագը։ Իմ սրտակին շնորհակալություններս նաև Գրանտելի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր դասուն կանցինն հաշտուկին քահանա եղբայրներուն իրենց ջերմ ընդունելության և տված բոլոր բարիքներու և դյուրություններու համար չեմ օրհնել նաև եկեղեցու հոգապարծության և բոլոր անձնակազմին, եկեղեցու աշխատող անձնակազմին իրենց ամենայն բարիքին, օժանդակության, օգնության և դժվարությունները դյուրինցնելու համար։ Թող Աստված ամենուն բարեհավույթ ըլլա։ Անուն Հոր և Որդու և Ոգուին Սրբո ամեն։ Լսեցինք այսօր սիրելի հավատացյալներ Ժաշու ավետարանը, որը հաճախ կլսենք, երբ մկրտության խորհուրդ կատարենք։ Եվ այնտեղ Քրիստոսի աստվածային խոսքը չես կրնար երկնքի արքայությունը մտնել, եթե վերստին չծնիս։ Այս ավետարանական ընթերցումի մեջ մենք կհանդիպենք վիճաբանությամբ Քրիստոսի և Նիկոդիմոսի միջև։ Նիկոդիմոս հրյաներու մեջ է միակ այն մարդը, որ մեծ հարկանք և կտություն հայտնած էր Հիսուսի նկատմամբ։ Մանավանդ Քրիստոսի դատավարության ադեմ, երբ ադյանին դեմ գեցավ և ասավ արդյոք մեր օրենքը գարտոնեն մեկը դատավարդել առանց լսելու, ով էր Նիկոդեմոս, ավետարանը գսե հրյա իշխանն, փարիսեցի, ղեկավար, այսինքն իշխանություն ունեցող և իրենց բարձրագույն ժողովի անդամ։ Կգոչվեր նաև Իսրայելի ուսուցիչ։ Ծանոթ էր իր մասնագիտությամբ մեկնելու Աստուծո կամքը ըստ Սուրբ Գիրքերի։ Երկու անգամ գեշադակվի Հովանու ավետարանի մեջ, մեկը այստեղ, այսօրվա ընթերցման, և երկրորդը գեշեք ուր Հիսուսի խաչելության ավարտին, երբ եկավ Հովսեփ Արամաթացիի հետ Հիսուսի մարմինը արին և թաղեցին։ Ավետարանը մեզի գսե, որ Նիկոդեմոս գիշերով եկավ Հիսուսի մոտ։ Գիշերը, սիրելի հավատացյալներ, տախնի կամ խորհրդավոր ժամանակն է, ուր վախկոդին արիտ կուտա թաքնված մնալ։ Նաև գիշերը խոգումի, խորհրդածելու, ուսումնասիրելու ժամանակ է։ Վարժ էին հրյա ուսուցիչները գիշերով սերտել և ուսումնասիրել Սուրբ Գիրքերը։ Իսկ ան, որ եկավ Հիսուսի քով, հրյա ժողովրդի ներկայացուցիչներն էր, ուրեմն այս հանդիպումը ուներ պաշտոնական հանգամանք։ Եկավ և հարց տվավ, ինչպես կրնամ երկնքի արքայությունը մտնել։ Ինչու այդ հարցը տվավ, որովհետև լսած էր Քրիստոսի, հետևած էր Քրիստոսի և ականատես եղած էր Քրիստոսի կատարած հրաշքներում։
Սուրբ Օգոստինոս այս առնչությամբ գսե. Նիկոդեմոս եկավ Տիրոջով, բայց գիշերով եկավ։ Եկավ լույսի մոտ, սակայն գիշերով։ Ցերեկը խնդրեց գիշերվա մեջ, բայց հաջորդ քայլը չարավ դեպի լույս։ Եվ սա մենք գիտենք։ Նիկոդեմոս չասավ ես գիտեմ, այլ սա մենք գիտենք, այսինքն հրյա այդ ղեկավարդարը բանասերները գիտեն, որ կնշանակե ուղղակի և կատարյալ գիտակցություն, սուրբ կերքին և անոր բովանդակությամբ։ Այս վկայությամբ Նիկոդեմոս գտնունի Հիսուս, որպես Աստծուց մեղրգված, իր խոսքերով ուսուցիչ մնես, որովհետև ոչ ոք կրնա գործել ու կատարած հրաշքները, եթե Աստված անոր հետ չլա։ Զինք տասեց Աստուծո գորմե ղրգված փրկության պատմության մեջ։ Իսկ ոչ ոք կրնա գործելը աստվածաշնչական խոսք է։ Մենք կհիշենք 5 դագարանի մեջ Մովսես և այլ մարգարեներու կատարած հրաշագործությունները։ Նամանավանդ Սենայի մեջ Մովսեսի կատարած հրաշքը և իր ձեռքի կավազանը նետեց և օստ դարձավ, բռնեց և գրգին կավազան դարձավ, փայտ դարձավ։ Եվ ժողովրդի արձագանքը ըսելով, որ այս մեկը չէ կրնար անել, եթե Աստված իր հետ չլա։ Ասիկա մատնանշե Աստուծո օգնությունը, որ Երևան եկավ Հիսուսի գործած հրաշքներում մեջ։ Այս զրույցի ընթացքին Հիսուս կշեշտե և գագնարկե, որ ամեն մարդ պետք է փոխանցվի, պետք է շարժ անե, երթա, գիտնալեն դեպի ծնիլը։ Սակայն այդ ծնունդը վերեն է, Աստուծո գործն է, Աստուծմե է, որպես նոր ծնունդ և նոր սկիզբ կամ ընթացք։ Նիկոդեմոս չգրծավ բարձրանալ Հիսուսի մագարտակին, երբ երկու հարց տվավ. ինչպես կրնամ ծնիլ, որ մեծ եմ, և ինչպես կրնամ մորս որովայնը մտնել և գրգին ծնիլ։ Ուստի Հիսուսի շեշտը հոգի են ծնած վրայի է, և այդ վերածնունդը, երկրորդ ծնունդը կկատարվի մգրտությամբ։ Հիսուսի օրով և եկեսո մեկ մինչև այսօր այդ պայմանը, երկնային արքայությունը մտնելու պայմանը նույն է, մինչև այսօր, իսկ Նիկոդեմոս և իր միջոցով բոլոր հրյա ժողովուրդը չգրցան ըմբռնել այս նոր ծնունդի գաղափարը։ Իսկ Աստուծո արքայությունը տեսնել կապ ունի Հիսուսի հետ, որ Աստուծմե եկավ, բոլոր համարները, ինչ որ կապ ունին այս նյութին, պետք է ըմբռնել, հասկանալ, հավատքի տեսանկյունեն, պայմանը աստվածային պայման է, ոչ միայն հավատալ, թե Հիսուս ունի աստվածային օգնություն հրաշքներ գործելու, այլ վերստին ծնիլ, վերեն ծնիլ։ Մեր մգրտության աղոթներու մեջ մենք կշեշտենք, մեր հայրերը կշեշտեն ասելով այս մգրտությունը, որ երկրորդ ծնունդն է։ Այս երկրորդ ծնունդը մգրտության, փրկության խորհուրդն է, սիրելի հավատացյալներ։ Այս վիճապանության մեջ, թեև Նիկոդեմոս չբարձրացավ Քրիստոսի մագարտակին, մնաց գիրկերու հասկացողությամբ,
բայց նաև ստացավ երկու ուշադրություն, առաջինը նկատողություն էր, Քրիստոս է, որտում ուսուցիչ ես, չես գիտեր, չես հասկնար ինչ գսեմ, իսկ երկրորդը Նիկոդեմոս տվավ այլ օրինակն է։ Նիկոդեմոս այստեղ կներկայանա իր խոնարհությամբ, անկախ իր ունեցած դիրքեն ու ներկայացած հանգամանքեն։ Եկավ Հիսուսի քով, գրնար զինք հրավիրել իր տունը, չրավ, ինքը գնաց ու հարցուց իր հոգևոր աղքատութենեն, իր հոգևոր ծարավեն։ Զանազանելով մույս փարիսեցիներեն և Հիսուս իրեն պիտի հասկացներ, որ պետք է վերադառնա հոգևոր մանկությանը։ Այստեղ մեկնիշները գիհիշեցնեն, այսինքն հոգևոր մանկությանը դառնա ստանա Սուրբ Հոգիի շնորհները հասկանալու համար կրկերու բովանդակությունը։ Մեկնիշները Սուրբ Գիրքին մեզի գիհիշեցնեն այդ հարուստ երիտասարդին հանդիպումը Քրիստոսի, որ խնդրեց ձևը, ուղիմը, որ արքայություն մտնե և Հիսուս իրեն ըսավ ունեցվածքները ծախե, բաժնե աղքատներում և գմտնես երկնքի արքայությունը։ Այդ երիտասարդը գնաց, ավետարանը չի ասել, որ վերադարձավ կամ եկավ։ Արդյոք Նիկոդեմոս գտարնա իր ժողովրդին։ Հիսուս շարունակեց իր քարոզումը, իր խոսքը ուղղելով ոչ թե հրյա աշխարհին, այլ եկեղեցու, որը պիտի հասկանար, թե խաչյալ Աստվածորդին պիտի կենտանացնե ամեն մարդիկ, որ իրեն կհավատան։ Նիկոդեմոս իր ցանկության կողքին մեզի ուղղ է նաև խոնարհելու պատկանը։ Թեկուզ անկիդակցաբար մենք շատերու կհանդիպենք եկեղեցու մեջ, տարբեր առիթներով, պատարագ կամ այլ խորհուրդներու ընթացքին, և կտեսնենք ոմանք իրենց դիրքեն, իրենց հանգամանքեն, ոտք ոտքի գտնեն եկեղեցու մեջ, թեք կնստին, կարծես որ նստած լան հասարակ սրահինու մեջ, գմորնան Աստուծո ներկայությունը։ Սիրելիներ, երբ եկեղեցու տրներ ներս կմտնենք, գտածվի ամեն տեսակի հանգամանք։ Ով է, ինչ է, ինչ պաշտոն ունի, ինչ դիրքի վրա որ է, եկեղեցի տրներ ներս գտնվին Աստուծո հավատացյալները, Աստուծո որդիները հավասարապես։ Երանի այսօր սորվին Նիկոդեմոսեն այդ խոնարհության առարկա, որպեսզի ըլլա մեր հեզության նշանը, մեր խոնարհության նշանը, մեր երկուղածության և երկրպագության Աստուծո հանգամանքի գտնվելու, ներկա գտնվելու ժամանակ, որպեսզի այդ հոգիով և այդպիսի վարվերագերբով ստանան առատ ողորմությունները և ստանան աստվածային շնորհքը, որ կհայցենք, որ մնաց ձեզի հետ հիմա և հավիտյանս ամեն։